Ողջույն։ Եթերում հարցազրույցն է զրուցակիցս ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հրավերն ընդունելու համար։ Այս օրերին քննարկում եք ազգային ժողովում 25 թվականի բյուջեի հաշվետվությունը։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատեք ինչպիսին է եղել բյուջեն եւ ոնց եք կարողացել ձեր գնահատմամբ ճիշտ է ծախսվել այն թե չէ։ Նախ շնորհակալ եմ հարցազրույցին հրավիրելու համար։ Պետք է նշեմ, որ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ճիշտ է ամփոփում է 1 տարվա ինքը որպես հաշվետվություն փաստաթուղթը ամփոփում է 1 տարվա կատարված աշխատանքները, բայց այն եթե բնութագրենք կարելի ասել, որ մի ամբողջ կառավարության մի ամբողջ շրջափուլ է իրականում ամփոփել եւ բոլոր հանձնաժողովների համատեղ նիստերում ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը քննարկել է մանրամասն այսինքն բյուջեները եւ տվել է դրական եզրակացություն եւ հետեւաբար այո մենք գոհ ենք կատարված աշխատանքներից եւ գրանցված արդյունքներից։ Վարչապետը ներկայացնելիս ասաց, որ 17 թվականի համեմատությամբ բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, խոսեց նաև նրա մասին, որ տնտեսական զարգացումն է աճել, հնան է աճել, բայց եթե իրականության մեջ այս ամենը պրոյեկտ ենք մարդիկ ձեր գնահատմամբ 25 թվականին կամ ձեր, այսպես ասած, կառավարման վերջին տարիներին, արդյոք ավելի լավ են ապրում եւ իրենք իրենց մաշկի վրա արդյոք կարողանում են իսկապես զգալ այս բոլոր թվերը, որոնք լավ են եւ իրականության մեջ արդյոք նույն կերպ արտահայտված են դրանք թե չէ։ Սրա մասին նաև խոսել եմ ճիշտն ասած իմ հարակի ձեկույթում, որ այո, դրանք ակնհայտ արտահայտվում են մարդկանց կյանքի որակի վրա, որովհետև կարևոր է այստեղ այս տնտեսական ցուցանիշները, մակրո ցուցանիշները բոլորը դրված են այնտեղ ծրագրում, որպեսզի հաշվետվողականություն եւ հնարավոր լինի այսինքն վերահսկել հասկանալի դառնալու համար, թե կատարել է արդյոք կառավարությունը իր խոստումները թե ոչ, կամ ծրագրերը իրականացրել է թե ոչ։ Բայց այս ամեն ինչի ամենակարևոր առանցքը դա մարդկանց կյանքն է եւ ազդեցությունն այսինքն բյուջեի ծախսման ազդեցությունը մարդկանց կյանքի եւ նրանց որակի վրա։ Եվ բնականաբար եթե հիմա համեմատենք մասնավորապես 2017-ի հետ օրինակ 2025 թվականի դրությամբ մարդկանց կենսամակարդակը ակնհայտորեն փոխվել է եւ միջին աշխատավարձը փոխվել է նաեւ համախառն ներքին արդյունքի 1 հոգուն ընկնող այսինքն մասնաբաժնի թիվը եւ հետեւաբար այո այն իր ազդեցություն ունենում է եւ կարծում եմ որ բացի այն որ ազգային ժողովը տվեց իր հավանությունը այսինքն կատարված աշխատանքների համար պետք է նաեւ նշել որ վերջերս կայացած ընտրությունները կարելի ասել քաղաքական գնահատական էին նաեւ քաղաքացիների կողմից այսինքն տվեց իր հավանությունը կատարված աշխատանքին մասնավորապես այսինքն մեր հավաքած ձայներով ես սա կարող եմ ասել։ Տիկին Վարդանյան, իսկ սա բոլորի վրա է անդրադարձել, թե օրինակ հարուստներն ավելի են հարստացել։ Չէ, գոյություն են տնտեսական գործակիցներ, չեմ ուզում այդտեղ խորանալ, որոնք որ ցույց են տալիս արդյոք այսինքն այդ աճերը եւ տնտեսական աճը եւ մնացածը արդյոք ունեցել են ներառական բնույթ, թե բևեռացված զուտ ցուցանիշներ են եղել եւ նաեւ ուզում եմ նշել բոլոր այն աշխատանքները, որոնք կատարվել է, դրանք կլինեն կրթական ոլորտում, առողջապահության ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում այս ամենը քաղաքացիների կյանքի որակի վրա բնական ազդեցություն է ունենում, ինչը ակնհայտ է։ Դուք որպես կառավարող թիմ խոսում եք այն մասին, որ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար այս տարիների ընթացքում եւ մասնավորապես 25-26-ի ժամանակահատվածում միջին աշխատավարձ եք բարձրացրել, աշխատատեղերն են ավելացել, կենսաթոշակ նպաստներ եք բարձրացրել, գումարած դրան առողջապահության համընդհանուր ապահովագրությունն եք ներդրել, բայց վստահաբար դուք էլ լսած կլինեք, որ շատ հաճախ ասում են, տեսեք 17 թվականի իրադրությունը համեմատեցիք 25-ի հետ, ասելով, որ տնտեսությունը աճել է, եկամուտները բյուջեի կրկնակի աճել են, ինչը մարդկանց կյանքի որակը ավելի է լավացրել։ Բայց հաճախ լսած կլինեք այն, որ ասում են, օրինակ, այն ժամանակ 17 կլինի, 16 թվական կլինի, կյանքը ավելի թանկ չէր, որքան այսօր։ Այսինքն այնքան գումար, որքան մարդը ուներ այն ժամանակ ավելի արժեքավոր էր, քան նույնիսկ շատ գումար այսօր, երբ որ կյանքը ավելի թեթև չէ։ Պարզ ձևակերպած գումարը այսօր մարդկանց ավելի քիչ է հերիքում, թանկացել է ապրանքը, թանկացել են ծառայությունները եւ այլն եւ այլն։
Ոնց կմեկնաբանեք։ Նախ պետք է նշեմ, որ գնաճը, այսինքն եթե մենք խոսում ենք գնաճի մասին այս պարագայում, հա, ձեր ձևակերպումը դրանի այդ կարող եմ հասկանալ, պետք է ասեմ, որ զուգահեռաբար բարձրացել է նաև այդ բոլոր, այսինքն եկամուտները մարդկանց։ Պարզ ասած, մարդիկ նույն գումարով այսօր ավելի քիչ բան կարող են գնել, քան որ կարող են գնել օրինակ 5-10 տարի առաջ։ Շատ լավ, բայց այս պահի դրությամբ մարդիկ այդ գումարը ինչ վաստակում էին օրինակ 6 տարի կամ չգիտեմ 10 տարի առաջ, այդ գումարը չեն վաստակում եւ հետեւաբար այո, բնական գնաճ գոյություն ունի գնաճ հասկացությունը, որը տեղի է ունենում տարիների ընթացքում, բայց պետք է նաեւ այս ամեն ինչի հետ արձանագրեմ հստակ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շատ լավ կարողացավ զսպել գնաճը, մասնավորապես COVID-ից հետո, երբ գրեթե բոլոր երկրներում հաշվի առնելով այս կոմունիկացիաները բոլոր երկրներում սարսափելի գնաճ էր տեղի ունենում, մենք դրա մեջով կարելի ասել պատվով անցել ենք, երբ կայծակնային այս հարվածներ որպես այդպեսին չի ստացել տնտեսությունը, այս պահին էլ այո, որոշ ապրանքների գներ բնականաբար բարձրանում է, բայց մեր գնաճը, այսինքն ինքը գտնվում է թիրախում, կոնկրետ թիրախ գոյություն ունի կենտրոնական բանկի համար, որի ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են եւ նույնիսկ նախորդ 2 տարիներին, այ դուք ասում եք ավելի շատ է, բայց գնաճը թիրախայինից ցածր մակարդակում է գտնվել եւ հետեւաբար մենք վերանայել ենք թիրախը, ավելին ասեմ, ինչ է էլի շատ կարևոր գործողություններ, որը արեց կենտրոնական բանկը եւ այդ առումով մենք մակրոտնտեսական մեր բոլոր ցուցանիշների առումով մենք պահպանել ենք եւ մեր թիրախները եւ կարելի ասել որոշ տեղեր նույնիսկ գերակատարել ենք։ Ավելին ասեմ, եթե վերցնենք 5 տարվա տնտեսական աճը 7-9% միջինում գրեթե կազմել, նման տնտեսական աճ մենք կարող ենք համեմատական տանել նաև տարածաշրջանի երկրների հետ։ Դե դուք նաև ասում եք, որ լավագույն դեպքում 9% էլ եք ապահովելու ձեր կառավարման այս տարիների ընթացքում մինչև 26-ը։ Չէ, մենք հստակ դրել ենք 7% միջին։ Լավագույն դեպքում 9%։ Դե լավագույն դեպքում հիմա 7 ու 9, այսինքն միջինացված ինչ որ մի հատ թիվ է, որը ստացել ենք, որը եթե մենք տեսնենք ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ սովորաբար պետությունները նույնիսկ իրանց թիրախային տնտեսական աճը դրում են, չգիտեմ, 3%, հա։ Հիմա այն տնտեսական աճը, որը ապահովել է Հայաստանի Հանրապետություն, դա իսկապես գերազանցելի եւ գնահատելի բան է, ցուցանիշ է։ Ընդդիմությունը ձեզ հաճախ է քննադատում, որ դուք պարտքի բեռն եք ավելացրել։ Ինչ կասեք այս մասին։ Պարտքի բեռի ավելացումը, տեսեք, վերցնում են ինչ որ պարտքի բեռի թիվը, որը որ աճում է, հա, ենթադրենք, առանց հաշվի առնելու, որ դրա հիմնական, այսինքն ցուցանիշը, որը պետք է դիտարկվել, դա համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ իր աճն է, եւ եթե այո, որևէ պետության համախառն ներքին արդյունքը թույլ է տալիս այդ պետությանը օգտվել այդ հնարավորությունից եւ վերցնել պարտք եւ դրանով եւ ենթակառուցվածքները եւ տարբեր համակարգային, ասենք, կառուցվածքային բարեփոխումներ անել, դա լավագույն ճանապարհն է դա անելու, դա իսկ ոչ որևէ այդտեղ պարսավելի բան չկա, ուղղակի ես կարծում եմ այդտեղ ավելի շատ խաղարկում են այդ հարցը, այո, քաղաքական շահարկումներ են տեղի ունենում, որը տեղին չի, որովհետև մեր պարտքի բեռը բացարձակ չի հատել որևէ միջազգային ստանդարտ, որ կարող է, ասենք, ահագնացող լինել կամ պետության համար այնպիսի բեռ համարվել, որը անհնար է դառնում սպասարկել։ Այս պայդրությամբ լիարժեքորեն պետությունը կարողանում է եւ հետագայում էլ կարողանալու է սպասարկել պարտքի բեռը։ Միանշանակ ավելին ասեմ, նախորդ այս հաշվետու տարին 25 տարվա դրությամբ, 25-ի դրությամբ մենք նույնիսկ ինքը նվազել է այնտեղ 0.8 կարծեմ տոկոսային կետով ինքը նվազել է պարտքի բեռը, ինչը գտնվում է, այսինքն ինքը լրիվ կառավարելի եւ ընդունելի մակարդակում որևէ խնդիր դրա հետ չկա։ Այս մասով եւս մեկ հարց եւ քաղաքական դրվագին անդրադառնանք։ Տիկին Վարդան, շատ հաճախ է լինում, որ բյուջեի կատարողականի ժամանակ խոսվում է այն մասին, որ օրինակ պլանավորված պետական ծրագրերը լիարժեք չեն կատարվում, թերակատարվում են եւ այլն։ Նախ ո՞րն է սրա բացատրությունը եւ այս անգամ գոնե արդյոք ծրագրերը, որոնք ի սկզբանե դրվել էին բյուջեի հիմքում, իրագործելու տեսանկյունից լիարժեքորեն իրականացվել են, թե էլի թերակատարվել են։ Տեսեք, այս տեսանկյունից եթե մենք նայենք օրինակ 2025-ը ընդունենք որպես
կառավարության շրջափուլի ամփոփիչ հաշվետվություն, ես կարող եմ ասել, որ 2021-ին, երբ քաղաքացիական պայմանագիրը գնացել է ժողովրդի ձայնը խնդրելու եւ ներկայացրել է իր ծրագիրը, ինքն այդ ծրագրում ներկայացված են եւ քաղաքական եւ տնտեսական, այսինքն նպատակներ, որոնք որ պետք է իրագործի եւ խոստումներ։ Եվ այս հարցին մենք պետք է պատասխանենք, արդյոք այս խոստումներից կատարել է քաղաքացիական պայմանագիրը, թե ոչ։ Մի կողմ դնեմ օրինակ այն ընտրության արդյունքները, որով կարելի ասել հավանության արժանացան մեր անցած կառավարման տարիները, բայց մյուս կողմից չեմ կարող չնկատել, որ 2025 թվականին եւ մեր գլխավոր օրինակ առաջնահերթությունը եղել է խաղաղության դարաշրջանի բացելը, ինչը 2025 թվականին կարելի ասել իր ամենախոշոր արդյունքը հենց 2025 թվականին երևաց, այդ աշխատանքի արդյունքը երևաց այդ ժամանակ մենք կարողացանք արձանագրել արդյունք։ Այն է ստորագրվեց միջպետական մեր հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, նախաստորագրվեց համաձայնագիրը, ստորագրվեցին նաեւ որոշ փաստաթղթեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաեւ TRIP-ի նախագծի հետ կապված փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ մեծ առումով եւ եթե հիմա վերցնենք նաեւ այն տնտեսական ցուցանիշները, որոնք եղել են առողջապահության ապահովագրության համակարգը, որը ներդրվել է, այս ամեն ինչը եթե վերցնենք, մենք այո, մենք կատարել ենք այն ամեն խոստումը, ինչ որ մենք տվել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Դիմադիրները քննադատում են ձեզ, ասում են, օրինակ ընտրությունային ընթരാճ դուք կենսաթոշակները բարձրացրեցիք, այնինչ մեկ կամ մի քանի տարի առաջ, երբ մենք էինք ասում 1000 դրամով բարձրացրեք կենսաթոշակները, դուք ասում էիք բյուջեն կպայթի ուղղակի։ Բնական բան է տեղի ունեցել, այսինքն նախ կենսաթոշակների բարձրացումը առաջի անգամ չի, որ տեղի ունեցել է կառավարության նախաձեռնությամբ, հա, կենսաթոշակների բարձրացում եղել է տարիների ընթացքում բազմաթիվ անգամ տարբեր որոշումներով, այդ թվում հետադարձ են բանի հետվճարի ձևով եւ այլն։ Դե խոսքը համատարած, այն վերաբերում է կոնկրետ այս վերջի 2025-ի մասին արդեն խոսում, հա, այդ կենսաթոշակների բարձրացումը կապված է մի պարզ բանի հետ, որ մենք 2025 թվականին մեր նախատեսած կանխատեսած եկամուտներից ավելի եկամուտ ենք ունեցել, կանխատեսած պակասուրդից նվազդ պակասուրդ է ձևավորվել բյուջեում եւ գոյացել է գումար, որը հնարավորություն է տվել այսինքն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Ես հիմա մենք որևէ փուլում, այսինքն դա կարող ենք նայել նախ ընտրական, հետ ընտրական, բայց եթե մենք իրապես նայենք այդ բոլոր որոշումները, դա եղել է անցած բոլոր 5 տարիների եւ եթե ճիշտն ասեմ 8 տարիների ընթացքում են եղել նման այսինքն որոշումներ։ Քաղաքական թեմաներին կանկտիկին Վարդային ընտրություններին մասնակից մի քանի ընդդիմադիր ուժեր դիմել են կամ դիմելու են Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Նրանք մտածում են, որ դուք կեղծել եք ընտրությունները։ Կմեկնաբանեք։ Կնշեք, որ ուժերն են, որոնք մտածում են, որ մենք կեղծել ենք ընտրությունները։ Այն ուժերը, որոնք հաղթահարել են ազգային ժողովում անցողիկ շեմը, Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստանը, գումարած դրան ԲՀԿ-ն, որը չի անցել, փաստորեն ԿՀ-ի որոշմամբ, Միասնության թևերը եւ ԱԺԲ-ն կամ ԴՕԿ կուսակցությունը։ Հա, ես այդ վերջինների, այսինքն պատճառի մասին տեղյակ չէի, ես գիտեի այն հիմնական ուժերը, ովքեր դիմել են Հայաստան դաշինք եւ այլն։ Դե ես ուրախ եմ, որ չնայած այս ուժերի մասով ես չեմ կարող իրենց քաղաքական ուժ համարել, ես համարում եմ, որ իրենք ավելի շատ քաղաքական դիվերսանտներ են եւ կարելի ասել, որ քրեա օլիգարխիկ այդ ամբողջ համակարգը ոչ հայկական շահ է սպասարկում, բայց ամեն դեպքում այո մեր ժողովրդավար ինստիտուտները կայացրած թույլ են տալիս այս պահին նրանց դիմել Սահմանադրական դատարան, թող դիմեն Սահմանադրական դատարան։ Ինչ վերաբերում է։ Դե իրենք մտածում են, որ դուք կեղծել եք ընտրությունները։ Դե մտածելը քիչ է, դրա համար պետք է ապացուցվի։ Ասում են վարչական ռեսուրս եք կիրառել։ Դե հիմա շատ բան են ասում էին նաև որ ավելին ասում էին որ այսինքն կառավարությունը մի րոպե, եկեք առանձնացնենք այդ հարցերը։ Նախ կենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրության համակարգի ներդնում եւ այլն, այս ամենը գործառույթներ են, որ կառավարությունը պարտավոր է անել։ Դա իր գործառույթների մեջ է մտնում եւ տարօրինակ կլինի, եթե որևէ կառավարություն գա եւ անգործության մատնվի, որպեսզի վաղը մյուսօր որևէ ընդդիմադիր ուժ չասի, որ դա դուք այսինքն չձևակերպի դա որպես ընտրակաշարք։ Այս ուժերը ընտրակաշարքից ովով իրենք պետք է չխոսեն, որովհետեւ
որովհետև հարյուրավոր են բոլոր այն ձայնագրությունները, որոնք ես ընթացքում ես ինքս անձամբ լսել եմ, տարածվել են եւ այս մասերով կարծում եմ հարուցված գործեր կան։ Իսկ ինչ վերաբերում է դատարանում ապացուցված չէ նրանց մեղքը ընտրակաշառքներ բաժանելու։ Շատ լավ, դատարանում ապացուցված չի, իսկ մենք ընտրակեղծարար ենք, իսկ իրանց դատարանում եւ հիշեցի ինչ մասն եմ խոսել եւ նաեւ ասում եք, որ նրանք նաեւ ասում են, որ 300,000 ադրբեջանցի է գալու, ուր են 300,000 ադրբեջանցիները։ Ես խնդրում եմ, ես կարծում եմ այս ուժերը լայն սուտ տարածող ուժեր են, կեղծիքներ տարածող ուժեր են եւ նրանց հիմնական նպատակն է անվստահություն պետական համակարգի, պետական կառույցների նկատմամբ եւ նաեւ վախ սերմանել ժողովրդի մոտ եւ անվստահություն ձևավորել։ Ինչի համար, որովհետեւ նրանց բոլոր գործողությունները ուղղված են պետության դեմ, թույլատնելու պետության հիմքերը եւ նաեւ բնականաբար մեր անկախության հիմքերը։ Եվ այս բոլոր քայլերը կարծում եմ, որ պետք է արձագանք ստանան իրավական, քաղաքական եւ ըստ իս մենք պարտավոր ենք առնվազն, ես խոսում եմ մեր քաղաքական թիմի մասին, այս մասով աշխատանքներ տանել, որպեսզի նման գործելավոճ ունեցող ուժերը այլևս որևէ կերպ չկարողանան այս նախ պատասխան տան արածի համար եւ նաեւ չկարողանան այս գործելավոճը եւ գործելակերպը բանեցնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Տիկին Վարդան, եթե ձեր գնահատմամբ այս ուժերը, ես չգիտեմ կոնկրետ դուք քանի ուժի նկատի ունեք, գործում են Հայաստանի Հանրապետության դեմ, բայց իրենք այս անգամ ընդհանուր առմամբ բավականին շատ ձայն են հավաքել քաղաքացիների կողմից։ Բայց այդ մարդիկ ձայն կտային։ Որ մարդիկ։ Քաղաքացիները ձայներ կտային ձեր գնահատմամբ պետության դեմ գործող ուժերին, այն էլ այդքան շատ։ Հիմա ես կարող եմ ասել, եթե կեղծիք են տարածում, կոնկրետ կեղծիքներ են տարածել, որով մարդիկ են եղել, ովքեր իսկապես մտածել են, որ մեր քաղաքական ուժը պատրաստվում է, չգիտեմ, Հայաստանը սարքի թուրքական վիլայետ, այսինքն այսեն խոսույթն է, ինչ որ իրանք են ձևավորում։ Եվ գուցե մարդիկ այդ ահու սարսափից գնացել եւ ձայն են տվել։ Մի մասը ակնհայտ է, որ ընտրակաշառքների արդյունքում է այդ ձայները հավաքել եւ նաեւ ինչ որ մի մաս, որը կարելի է ասել քաղաքացիների մի մասը, որը ուղարկված էր այստեղ ընտրական туриզմի, ասենց ասեմ, այսինքն եկել էին մարդիկ ձայնը տային եւ շատ արագ վերադառնային, որովհետեւ որևէ ազդեցություն նրանց համար վախենալու էր։ Եվ հետեւաբար այո, այս մասով մենք մտածելու տեղ ունենք, ես կարծում եմ մեր աշխատանքում ըստ երևույթին թերություն եղել, որ ընտրակաշառքի մեխանիզմը կարողացել է գործել։ Սա մեր թերացումն է, բայց մենք չենք էլ պատկերացրել, որ հնարավոր է, այսինքն այդ ընտրակաշառքը նորից բանեցնել այստեղ եւ դա կարողանա ինչ-որ չափով արդյունք տալ։ Եվ այս մասով մենք արդեն մտածում ենք փոփոխություններ անել օրենսդրական բարեփոխումներ իրականացնել եւ այլն, որպեսզի այս բոլոր սողանցքները փակենք։ Ձեր ընդդիմադիր գործընկերները ձեզ հիշեցնում են, որ դուք վստահ եք, որ ժամանակին պիտի հավաքեք սահմանադրական մեծամասնություն, հիշեցնում են վարչապետի խոսքերը, բայց անգամ 3/5 հավաքել չէիք կարողանա, եթե չգողանայիք ԲՀԿ-ի ձայները հաշվի առնելով ԿՀ-ի վերջին որոշումը։ Կմեկնաբանեք։ Հաշվի առնելով անկախ մարմնի որոշումը, ես պիտի մեկնաբանեմ, դե հիմա դա իրանց գտնելով չի, եկեք ես ասեմ այսպես, մենք պատասխանատու ենք մեզ ձայն տված 727,000 մի քիչ ավել քաղաքացու ձայների համար։ Մեկ ամբողջ ամիս մեր ողջ քաղաքական թիմը քարոզարշավի է մասնակցել եւ այդ քարոզարշավը եղել է կարելի ասել բոլորի աչքի առջև, հերարցակվել է բոլոր հնարավոր ձևերով։ Մենք այցելել ենք բոլոր համայնքները եւ արդարացիորեն մենք ստացել ենք, այսինքն այսքան քվ է։ Ես որպես մեր քաղաքական թիմի ներկայացուցիչ պատասխանատու եմ այդ ձայների համար եւ ես պատասխանատու եմ պահել առնվազն այդ ձայները եւ այդ մասով մտածել։ Բայց ինչու չկարողացաք սահմանադրական մեծամասնություն ձևավորել։ Ինչու ձեզ քաղաքացիները այդքան քվե չտվեցին։ Այ դա ես կարող եմ ինձ համար անհանգստություն ձևակերպել որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ իմ անհանգստությունը լինի այն, որ այդ ընտրակաշառքների մի մասը աշխատել է եւ դրա արդյունքում մենք ունեցել ենք այն պատկերը, ինչ ունեցել ենք, թե հիմա որ մասն աշխատել, ես դրա ոչ մասնագետն եմ, ոչ էլ զորու եմ գնահատել, բայց իմ քաղաքական թիմի տեսանկյունից դա իհարկե մտահոգիչ է եւ ելի եմ ասում, մենք այս մասով պիտի
նախ պատասխանատվության ենթարկվեն այսինքն այդ բոլոր ընտրակաշառք բաժանողները եւ դրանց գլուխները եւ բնականաբար դրա համար պետք է լինի համապատասխան միջավայր ստեղծի, որ դրանք այլևս չգործեն, նման մեխանիզմ չգործի այլևս։ Տիկին Վարդան, 3-5-րդի մասով էլ ընդդիմությունը պնդում է, մասնավորապես նաև ԲՀԿ-ն, որ իրենք կարող էին անցնել, հաղթահարել էին շեմը, իրենք գնացին, վերահաշվարկ արեցին եւ գտան այն ձայները, որոնք պակասում էին, ինչը թույլ կտար, որպեսզի իրենք անցնեին ազգային ժողով։ Բայց չգիտես ոնց էլ իրենց ձևակերպամբ ԿԸՀ-ն որոշում կայացրեց 3 ընտրատեղամասի վերաբերյալ, ըստ որի չեղարկվեցին այդ տեղամասերի ընտրության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց իր ձայները ու չկարողացավ հաղթահարել։ Ընդդիմադիր շրջանակները սա որակում են, որ դուք գողացել եք ԲՀԿ-ի ձայները, որովհետև ձեռնտու չէր ձեզ, որպեսզի ԲՀԿ-ն անցներ։ Այդ պարագայում դուք 3-5-րդն էլ չէիք կարողանալու ապահովել, ինչը ձեզ մի շարք որոշումների եւ պաշտոնների նշանակելու հնարավորություն էր տալու։ Շատ ավիզ էլի եմ ասում, նախ չգիտեմ ոնց չէ, իրանց դիմի հիման վրա է, եթե չեմ սխալվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոնկրետ այդ տեղամասերի ձայները չեղարկել։ Իրենց դիմում մեկ ընտրատեղամասի էր վերաբերում։ Շատ ավիզ, ես անկեղծ չեմ տիրապետում, թե ով որ ընտրատեղամասի։ Հիմա եթե չեղարկվել է, այդտեղ այսինքն քաղաքացիական պայմանագիրը այդտեղ ձայներ չուներ։ Ուներ չէ ձայներ։ Չեղարկվել է բոլոր ձայները էական նշանակություն չունեցող են, բայց ԲՀԿ-ի կորցրած ձայները իր համար էական նշանակություն ունեն։ Այսինքն ես հիմա պետք է պատասխան տամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախ մարմնի փոխարեն մտնեմ եւ մեկնաբանություն տամ, ես չեմ պատրաստվում։ Ես կարծում եմ, որ մենք ստեղծել ենք անկախ մարմիններ, զինել ենք օրենսդրությամբ, զինել ենք ֆինանսավորմամբ, որպես կառավարող ուժ եմ ես բայն ասում, եւ այո, մենք էլ մեր հերթին ակնկալիք ունենք, որպեսզի այդ ամեն ինչից հետո ընտրակաշառքները տեղի չունենան, իսկ եթե նման բան տեղի ունեցել, համապատասխան արձագանք ստանանք այդ մարմիններից։ Բայց իրենք կարծում որ ԿՀ-ն քաղաքական հորդորով միգուցե իրականացրեց տվյալ ընտրատեղամասերի քվեների անվավեր ճանաչելը, բայց հետո վերաքվեարկություն չնշանակեց։ Դե հիմա իրենք կարծում են, որ 300,000 ադրբեջանցի։ Բայց ձեր կարծիքով պետք էր գոնե չխառնվելով անկախ մարմնի գործունեությանը, բայց պետք չէր վերաքվեարկություն նշանակել, հասկանալու համար լավ, եթե կան խնդիրներ այդ ընտրատեղամասերում, բայց վերաքվեարկություն ինչու պիտի չնշանակվեր։ Իսկ պետք էր օրինակ ընտրակաշառքների պատճառով որոշ քաղաքական ուժեր չկարողանային մասնակցել։ Դա արդեն էլի պիտի որոշ։ Դե հիմա սրանք բոլորը հարցեր են, որոնք եթե ես հիմա այդտեղ սկսեմ մեկնաբանել, որ ինչ է պետք, վերաբերյալ ձայնագրությունները կան, բայց դե դատարանը պիտի ապացուցի դրանք իրականության համապատասխան թե չէ։ Ստացվում է, եթե ես խորանամ այդ հարցի, նախ ես չգիտեմ վերաքվեարկության արդյունքը ինչ կլիներ, դա լրիվ իմ ենթադրությունների դաշտ պիտի մտնեմ, որտեղ չեմ ուզում մտնել, ու նաև մի բան այդտեղ հարց է գնում, այսինքն դուք հարցը որը ձևակերպում եք, կոնկրետ ուժի մտահոգությունը չէ պարունակում այդ հարցը, այսինքն ԲՀԿ-ի, այլ նաև այն ուժերի, որոնք անցել են Հայաստան, ուժը Հայաստան, ուժը Հայաստան, տարբեր Հայաստան, այսպես Հայաստան, այնպես Հայաստան։ Հիմա այդ ուժերի մտահոգությունն է, ես իմ մտահոգության մասին պետք է ավելի շատ անհանգստանամ եւ մտածեմ, օրինակ, արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել այդ ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Պետքա թույլ տար, թե չէ։ Էս այն մտահոգությունը։ Այն քաղաքացիները, ովքեր եկել են արդարացիորեն ձայն են տվել եւ ակնկալել են, որ իրանց ձայների արդյունքում կձևավորվի ազգային ժողով, արդյոք իրանք ամբողջությամբ բավարարված են այն քաղաքացիները, ովքեր չեն գնացել ընտրակաշառքի հետևից եւ տեսնում են, որ ընդհանուր պատկերը աղճատված է, որովհետեւ ունեն մտահոգություն առայն, որ ընտրակաշառքներ են բաժանվել։ Իսկ օրինակ հարց էր հնչում, ինչու եթե ԿՊՆ-ն էլ մտածում է, որ ընտրակաշառքներ են բաժանվել, իրենք էլ չեն դիմում սահմանադրական դատարան, որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվի արդեն իրենց դիմումի հիման վրա։ Ես այսպես ասեմ, մենք կոնկրետ պատասխանատու ենք մեր ունեցած ձայների համար եւ մենք մեր ունեցած ձայների հետ չեն կարող վարվել, այսպես ասած, անպատասխանատու եւ ասել գիտեք ինչ կա ժողովուրդ ջան, որովհետեւ մենք ունենք մտահոգություն, մենք մեր մտահոգությունների մասին խոսել ենք, բարձրաձայնել ենք այս մասով եւ ես նույնիսկ հիշում եմ, որ վարչապետի բանավեճի ժամանակ էր կարծեմ, երբ խոսք գնաց, որ ինչու չեք դիմում, բնական պատասխանը հնչեց, որ առայն, որ եթե մենք դիմենք, ասելու են, ահա հիմա գնացել են, ընկել են մեր հետևից եւ այլն եւ այլն։ Եվ դա լինելու էր այդ խոսակցությունը։ Եվ ավելին ասեմ, այս հետընտրական process-ները ամբողջությամբ նույնիսկ ընտրության օրվանից կարելի ասել նույնիսկ 1 օր առաջ արդեն այս դաշտը նախապատրաստվում էր ցույց տալու համար, որ ինչ որ բան ընտրությունների հետ են չի։ Բայց կվերցնեն մանդատները ձեր կարծիքով թե ոչ։
Ձերթիում անդադ ասում են, որ կարող են չվերցնել, դա դες ավելի հարմար է։ Ճիշտ ասած, ես իմ հարմարությամբ չեմ առաջնորդվում, ես իրավիճակի հետ առերեսվում եմ այն իրավիճակի հետ, որը գոյություն ունի, որը ժողովրդավարության արդյունքում ի հայտ է գալիս, հաստեղծվում է, եւ հետեւաբար ես ավելի շատ իմ տրամաբանությունը ինձ հուշում է, որ վերցնելու են մանդատները, որովհետեւ բայց այդ վերցնելու են, չեն վերցնելու մանդատները ինձ մոտ ակնհայտ է մի բան, խոսքս Հայաստան դաշինքի օրինակ մասին է, որովհետեւ իրենց հետ առնվազն նախորդ 5 տարիները կարելի ասել աշխատել եմ, եթե դա աշխատանք կարելի էր համարել, որովհետև հիմնականում այդ մարդիկ աշխատանքի չեն գալիս, գալուց էլ գալիս են եւ ակտիվանում են մասնավորապես այն ժամանակ, եթե իրենց անձնական գործերի հետ կապված որևէ գործաքննվում, որևէ դատարանում։ Այսինքն իրենք մարդկանց օգտագործում են որպես գործիք, քաղաքական հովանոցը որպես իրենց համար այդպես շատ հարմար տեղ բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, բայց մտահոգությունները բոլորը անձնական են եւ տարածելու ստեր եւ մարդկանց մոտ վախ սերմանելու եւ պետական կառույցների հանդեպ անվստահություն է սա։ Շնորհակալ եմ ջրության համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի падգամավոր Ծովինար Վարդանյանն էր։ Կհանդիպենք։